Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Մենք մեր հաղորդումը վարում ենք Գրողների միության Թումանյան Վերնատուն տաղավարից, որտեղ սկսել ենք նախապատրաստել գրական քննարկումներ նվիրված ժամանակակից պոեզիայի, լեզվի և ոճի հարցերին։ Ասեմ, որ այս բնագավառում, այս ոլորտում բացառիկ գնահատելի վաստակ ունեն մեր լեզվաբանները, ովքեր գիտական վերլուծության են ենթարկել ժամանակակից գրականության ոճի, լեզվի խնդիրները, քննվել են առանձին համանուն, համահունչ, հոմանիշ, հականիշ բառերի գործածությունը, բանաստեղծության մեջ բառապաշարի շերտերը, ձևաբանական, շարհուսական իրողություններ, թեմային համապատասխան լեզվա-արտահայտչական միջոցների ընտրությունը, մասսայական տեսարաններ, բնանկար, մագդիր, համեմատություն, այլաբանություն, փոխաբերություն և այլն։ Այս ամենը քննված են նաև բարբառային բառերը, նորակազմությունները, օտարաբանությունները, լեզվի տարբերակային ձևերը, խոսակցական, գեղարվեստական, գիտական և այլն։ Սակայն ինչ տպավորություն ենք ստանում ուսումնասիրելով մեր լեզվաբանների աշխատանքները, ընդհանուր եզրակացությունը ինչ է։ Կատարված է անշուշտ մեծ ծավալի աշխատանք, և պետք է նաև ավելացնեմ, որ այդ աշխատանքը անպայման հիմք պիտի դառնա հետագա նոր վերլուծությունների։ Սակայն արդյունքում հանկարծ մեր բոլոր ստեղծագործողները, մեր բոլոր գրողները, հատկապես մեր դասական հեղինակները երևում են մեր առջև ավելի շատ իրենց ընդհանրություններով։ Բոլորն էլ օգտագործել են հոմանիշ և հականիշ բառեր, բառերի ոճական հնարավորությունները, այլաբանություն, փոխաբերություն ու հանկարծ ստացվում է, որ բոլորը միմյանց նման են, բոլորը բոլորի նման։ Մինչդեռ գեղարվեստի բնագավառում մենք ինչ ենք փնտրում։ Մենք փնտրում ենք անհատականություն, ոճ, ինքնատիպություն, չէ՞ որ մենք սովոր ենք գրականության մեջ անմիջապես ճանաչել Պարուհի Սևակի ոճը, Համոս Սահյանի ոճը, և դա շատ կարևոր է գրականության համար։ Ու այդ պատճառով էլ մեր այս զրույցը միայն գրականության մասին չէ, այլ մեր կյանքի մասին, որտեղ ուզում ենք տեսնել տաղանդավոր, ուժեղ անհատներ մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Եվ մի կարևոր շեշտադրում պիտի խնդրեմ հաշվի առնենք։ Այո, գրական տարբեր ոճեր այսօր կան, և մենք պիտի խոսենք մի շարք գրողների մասին, տաղանդավոր հեղինակների մասին, ովքեր ուրույն ոճն են բերում մեր գրականության այս բազմազանության մեջ։ Սակայն կա մի ընդհանրություն, որը միավորում է բոլորին, դա հայկական ոճն է։ Այս մասին խոսակցություն գրեթե չի եղել մեր հանրային կյանքում, սակայն մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը։ Այո, կա մեկ հայկական ոճ, որի մեջ գործում են նշված բոլոր ոճերը։ Այդ մասին առաջինը մեզանում խոսել է մեր մեծ գրականագետ Արշակ Չոպանյանը, որը այսպիսի մեկնաբանություն է տվել խնդրին։ Աբովյանի ոճը, գրում է Չոպանյանը, բացարձակապես անձնական է, մոլեգնաբար արևելաձև ու հայադրոշ։ Անոնք, որ կկարծեն, թե հայ ոճը գոյություն չունի, թող Աբովյանը մոտ էլ ուսումնասիրեն, Գրիգոր Նարեկացվույն հետ, Աբովյան ամենեն զուտ ու հզոր ներկայացուցիչն է հայ զգայնության, հայ քնարերգության, հայ բացատրության, բարական կուտակումը, կրկնությանց ու անհակ ընդլայնման ձգտումը, զգացման ծայրահեղ ջղայնությունը, բացատրությանց վայրենի ուժգնությունը, կոշտության ու փափկության տարօրինակ խառնուրդը, ծանր ու դանդաղ երկարաբանությունը և միանգամայն երբեմն փայլակնահանգույն արագությունն ու փայլը ահավասիկ ինչ-որ կգտնենք Նարեկացին, ողբերգության Մատյանին ու Աբովյանի հայրենասերի ողբին մեջ, երկու ամենեն հայ գրքերը, որ ունինք, և որոնց մեկ կրնած ընիլ հայ ճշմարիտ բանաստեղծությունն է։ Ինչպես տեսնում եք, Չոպանյանը շատ կարևորում է ակունքը մեր ազգային մտայնության, որ ինքը հայտնաբերել էր և ճիշտ էր հայտնաբերել։ Այո, հայ ոճը գրականության այն բարեբեր հողն է, որի վրա մեծ անհատականություններ ծնվեցին, մեծություններ, ում կարիքը ունենք այսօր առավել քան երբևէ։ Եթե կան մեծ անհատներ, ազգը կհաղթի, եթե չունենանք, ազգը կչքանա։ Չոպանյանը շարունակում է. Ազգերը հավաքական էակներ են, իրենց ընդարձակ ու կնճռոտ կյանքը ունին, կծնին, կաճին, կկռվին, կերազեն, կգինովնան, կթմրին ու հանկարծ նորեն կարթնանան, կմեռնին իսկ
ու վերստին կծնին։ Պետք է ամենեն ավելի նայվածքը սևեռել այն էական բջիջներուն վրա, ասում է Չոպանյանը, որոնք ազգերուն շիրվածքին գերագույն մասը կկազմեն, անոր ուղեղը, այսինքն միտքի մարդերուն։ Անոնց կենթանության կամ ընդարմացման համեմատ ազգը կկայտարանա կամ կլխկի, անոնք կուտան ազգին իր կենսունակության գիտակցությունը և երբ անոնք լռեն, ազգը կչքանա։ Հիմա տեսնում եք սիրելի բարեկամներ, ինչ կարևոր է ոճը գրականության մեջ, այն պայթյունը ազգային մտածումին, այն պաթոսը ոճեղեն, որով ապրեցրել են հայ ազգը մեր մտավորականները։ Մենք այսօր սիրելի բարեկամներ պիտի անդրադառնանք ժամանակակից գրականության այն դեմքերին, որոնք կարևոր են ազգային նոր մտայնության ու ոճի ձևավորման առումով։ Եվ առաջին հեղինակը ում ուզում եմ անդրադառնալ մեր նշանավոր գրականագետ, գրական քննադատ Պողոս Սնապյանն է։ Տեսեք ինչ դատողություններ ունի, ինչպիսին է իր Պողոս Սնապյանի ոճը, որովհետև ինքը մի կարևոր խորհուրդ է մեզ բերում գրականության մասին, կարելի է խոսել միայն գրականության լեզվով։ Տեսեք ինչպես է գրում ինքը անվանի գրականագետը։ Աշխարհը մեր ակնոցով դիտենք, թե մեզ աշխարհի ակնոցով, նորագույն հարցերեն մեկուն մեջ մխրճվինք, թե ուզենք հնագույն երևույթը վերակենդանացնել, օրհնություն կարդանք, թե զովք, արտահայտչական արարչին օրենքը կմնա նույնը, շի կացումը, լարումը միտքին, թե հույզին, հասունությունն ու պայթումը։ Տարիները կկուտակվին իրարու վրա, բայց տարբերիչ հատկություններ ընդգծելու համար կատարված փնտրտուքները հազվադեպորեն կհանգին դրական արդյունքներու։ Կենսագրության մեջ կավելնան միայն տարիքային բաժանումները, հաշվեկշիռները և ոչ թե որակական նվաճումների արդյունք դիմագծային առավելություններ։ Վտանգը, որ մեր կարծիքով կուգա հարազատ մշակույթին հետ հաղորդակցության սակավութենեն և գործը առաքելության վերածելու կիրքին պակասեն։ Պատճառը այս է դարձյալ, որ ընթերցողին կարդացածը թարգմանչի թուղթ կթվի։ Բացառիկ է Պողոս Սնապյանի ոճը և միտքը, տեսեք ինչ է ասում, բոլոր գրողները նմանվում են իրար, գրում են իրար նման ու շատ հաճախ նրանց գործը թարգմանության տպավորություն է թողնում։ Ինչից է սա գալիս, հարազատ մշակույթին հետ հաղորդակցության սակավութենեն և իրենց գործը առաքելության վերածելու կիրքին պակասեն։ Ուղղակի դասագիրք կարող ենք անվանել ժամանակակից գրականության այն ինչ որ մեզ ներկայացնում է Պողոս Սնապյանը և շարունակում է. քիչ մը դժվար է կարդալ, հետևիլ, հաղորդվիլ մեկումը խոհերուն, որ հեռու մնացածը լա մեր ապրող ժառանգության կեցուցիչ հյութերեն, պատվաստային համեմատությամբ չզգացվին իր մեջ բանաստեղծության պարագային, նարեկացի, վարուժանի փայլատակումները, արձակի մեջ Աբովյանի, Օշականի սուզումները, հրապարակագրության մեջ Զարդարյանի, Շուշանյանի թևաբախումները, ինչպես ծնող էակը, ինչպես բխող ջուրը, ծլարցակ ոստմը, նույնպես և գրված էջը կամ արտասանված խոսքեր պետք է հող ունենան, մթնոլորտ և ապա խոսին, կարկաչեն, ծաղկին, որպեսի հասնին գրարման իրենց նպատակին և ընկալվին դրսևորման իրենց մղիչ պատճառներով, այլապես վաղը նորից կրնակրկնվի նույն երևույթը, եկողը կշփոթվի գացողին հետ և ավելի դժբախտ օրը բոլորս բոլորին հետ։ Սա է սիրելի բարեկամներ այն կարևոր խոսքը, որը բերում են մեր գրողները, Պողոս Սնապյանին շնորհակալ ենք այն բանի համար, որ ստեղծեց մի գրականագիտություն, քննադատական մի արժեք, որը ինքնին գրականություն է, սա բանաստեղծություն է, որը մեզ է ներկայանում իբրև գրականագիտական հոդված, սա հայ գրականության փառքն է, սա շքեղ էջն է ժամանակակից գրականության, ահա ինչու մենք այս ոճը համարում ենք օրինակելի և կուզենք, որ մեր գրողները հետևեն մտածումյան եղանակին, որ մեծ մարդը Պողոս Սնապյանը բերում է։